Դուք նշեցիք, որ բարձրախոսով պահանջը լսել եք և միևնույն ժամանակ ասեցիք, որ բուսիկով է, միկրոավտոբուսով։ Այդ միկրոավտոբուսը ձեզանից ինչ հեռավորության վրա է կանգնացել։ Դուք տեսել եք այդ միկրոավտոբուսը։ Այն իզից երկու մեքենա կամ երկու մեքենա առաջ։ Մեքենաներում իրար է շարված մոտակցել։ Շատ է։ Իսկ հիշեք այդ օրինական պահանջը ոնց է հնչել։ Ինչ են արտաբերել, ինչ խոսքեր արտաբերել։ Արգելի քաղաքացին է խնդրում ենք ազատել փողոցը։ Մնացած ինչ-որ միշտ ասում։ Ինչ։ Ես շատ լավ գիտեմ, բայց ուզում եմ դուք վերարտադրեք։ Այստեղ գործողությունները անօրինական են։ Ինչպես։ Քանի որ իրաց գործողությունները անօրինական են, որ փողոցի երթուղեկի վերարտադրած խաղացել։ Մոտավորապես մի 5-ից 6 վայրկյան հետևի այդ խոսքը արտաբերելը։ Շատ լավ։ Այդ տեսեք պարոն Քոչարյանը շեշտադրում արեց, բայց ես ավելացնեմ այդ առումով։ Մենք թվով մոտ 3-4 եթե ոչ ավել տեսանյութեր ենք ուսումնասիրել, որտեղ առհասարակ այդ տևողությամբ նույնիսկ 1 բառ կամ 2 բառի արտաբերման վերաբերյալ բարձրախոսով որևէ նշում չկա, այսինքն առհասարակ ոչինչ չի լսվում։ Այս ունում հասկանամ, այդ սերենաների ձայները դուք եք լսել։ Սերենաները իշտեր գալիս են։ Իսկ սերենաների ձայնն է ավելի բարձր, թե երբ որ բարձրախոսով ինչ-որ խոսք ես արտաբերում։ Բարձրախոսը, որը արդեն ձեր ասած արտաբերում է, սիրենա չի աշխատում։ Չի աշխատում։ Պետք է բարձրախոսը։ Եթե ուրիշ մեքենայի ձայնը խոսքը ձայնի մասին։ Արտադրություն չեմ կարող ասեմ, որ մեքենա բարձր կարող ասեմ։ Շատ լավ։ Ինչ բանից է։ Շատ լավ, այսինքն այն պահին, երբ որ սերենան գործում է, բարձրախոսով որևէ խոսք հնչեցնելը անհնար է։ Այսինքն մեր տեխնիկան այնպես է աշխատում, որ մեկը մյուսից է պայմանավորված, ճիշտ եմ հասկանում։ Եթե բերեն մի հատ բարձրախոսը, շատ է։ Հիմա այդ տեսանյութերը, որ մենք նայել ենք հարգելի դուք, սերենաների ձայները երբեք չեն կտրվում։ Առհասարակ։ Այսինքն չի լինում մի պահ, որ սերենան կամ այդ միգալգիկը, որ կոչվում են, առհասարակ նրանց ձայնը կտրվում։ Ամբողջ ընթացքում սերենաների ձայները կան։ Հիմա ես ուզում եմ հասկանամ այդ որ պահին է եղել, որ սերենաները որտեղ իրաց ձայնը կտրել են, ու այդ պահին բարձրախոսով որևէ մեկը ինչ-որ մի բան հայտարարել է։ Մեկը պարուբոմը լսվում է։ Պարուբոմը լսվում է։ Լավ, հիմա պատկերացնենք ես մի մեքենա բարձրախոսով հայտարարում է մյուսը սիրենաների ձայնը գալու։ Հիմա դրան անդրադառնանք։ Պատկերացնենք այն ավտոմեքենայի պայմանական, որից հնչել է բարձրախոսով այդ օրինական պահանջը, ինքը հնչեցնում է իր սերենաները այդ պահին կտրվում են ձայները, մյուս ավտոմեքենաների սերենաները շարունակում են աշխատել։ Այդ պայմաններում, երբ որ բարձրախոսով ինչ-որ բան է հնչում ու մյուս ավտոմեքենաների սերենաները անդադար աշխատում են։ Լսելի կլինի այդ բարձրախոսով հայտարարությունը, թե ոչ։ Լսելի կլինի, եթե լսելի կլինի, մենք տեսանյութեր ուսումնասիրում ենք, սերենաների ձայները կան, բայց բարձրախոսի ձայն չկա։ Այդ դուք ինչ-որ բացատրություն ունեք սրան, թե ոչ։ Չեմ կարող։ Ինչի եմ ասում, որտեղ այնպես չի, որ դուք ասում եք, եթե սերենաները կան, բարձրախոսով եթե ինչ-որ մի բան հնչի, այդ սերենաները կոպիտ ասած ծածկում է այդ բարձրախոսով հնչեցրած խոսքը, հնարավոր է չլսի, դուք ասում եք կլսվի։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, ոնց է որ մենք սերենաների ձայնը անդադար լսում ենք, բայց դրան զուգահեռ որևէ բարձրախոսով խոսք չկա, որը ըստ ձեզ զուգահեռ եթե նույնիսկ հնչի, պետք է լսվի։ Այս տրամաբանություն եմ ուզում հասկանալ։ Չեմ կարող ասեմ, չի։ Իսկ կարող է շփոթում եք բարձրախոսով որևէ մեկը բան չի հնչել, հաստատ չեք շփոթում։ Լավ, ինչով է պայմանավորված, որ դուք նշեցիք, որ պարոն Քոչարյանին հիշում եք, Սերգեյ Ասատրովին չեք հիշում, այ ոնց ստացվեց, որ մենք Սերգեյ Խաչատրովը այդ նույն շղթայի մեջ եղել է, եւ ավելին ասեմ, հենց Լևոն Քոչարյանի կողքին է եղել։ Այսինքն այնպես չի 2-3 ամիս հետո է Սերգեյ Ասատրովը եղել։ Այլ եղել է մի վարքան, չեմ ճանաչես, հենց Լևոն Քոչարյանի կողքին է եղել։ Ուզում եմ հասկանալ ոնց է ստացվում, Լևոն Քոչարյանին կոնկրետ ֆիքսել եք տեսել, Սերգեյ Ասատրովին չեք տեսել։ Լևոն Քոչարյանը բոլորն է ճանաչում են, բայց Սերգեյ Ասատրովին չեմ։ Լևոն Քոչարյանը որտեղ է։ Մենք որ պարոն Ռոբերտ Քոչարյանը արդեն գիտենք։ Զուգահեռ Ազգային ժողովի դեպի կարգավորած։
հասկանում Այն ժամանակ ձեր ասած դեպուտատը չէր։ Հա, ուղղակի որպես երկրորդ նախագահ ո՞ր եք ճանաչում։ Շատում եմ հայտնի մարդ է, սենց ասում են։ Սերգեյ Ասատուրովը անկեց։ Դուք կարծում եք ես հստակ եմ, հարցը դրանում չի, Սերգեյ Ասատուրովի դուք ցույցերի ժամանակ մնացյալ տեսել եք, թե ոչ։ Ուշադրություն չեմ դարձրել այս կոնկրետ որ մարդու հիշեմ ասին։ Իսկ Լևոն Քոչարյանին միշտ ցույցերի ժամանակ տեսել եք։ Լավ, դուք նշեցիք, որ դուք եղել եք այն անձանց շարքի մեջ, որոնք որ մոտեցել են Լևոն Քոչարյանից եւ նաեւ զուգահեռաբար Լևոն Քոչարյանը մոտեցել են այդ ոստիկանության աշխատակիցներին։ Դրանց թվում եք, չէ՞ եղել։ Շատ է։ Այդ դուք նկատել եք մի իրավիճակ, որ կլինեք դա դուք, թե ձեր որևէ գործընկեր, ինչ որ մեկին օրինակ ցանկանալ եք բային բերման ենթարկել, Լևոն Քոչարյանը խանգարել այդ բերման ենթարկելուն։ Օրինակ, կար որևէ մեկի ձեռքից, կլինի դա դուք, թե ձեր որևէ գործընկեր ձեռքից բռնի, քաշի, թույլ չտա, որպեսզի օրինակ ինչ որ մեկին ոստիկանության աշխատակիցը ձերբակալի։ Այդ դրությամբ չէ, որովհետև ես ասացի, ես ուշ գործողությունի կատարում չեմ նկատել։ Չեք նկատել։ Իսկ այն պահին, երբ որ այդ շղթակազմած իրեն գալիս են, որ պահից սկսած այլևս Լևոն Քոչարյանին չեք նկատել։ Մինչև մոտենալը, թե մոտենալուց հետո, երբ որ ոստիկանները եւ Լևոն Քոչարյանը այսին շղթայով մոտեցել են եւ կանգ են արել, այդ պահից սկսած էլ այլևս չեք տեսել ոչինչ։ Դա դուք պահան մանավանդ։ Չէ, սկսեցինք բերման կատարել, արդեն բերմանի կատարել։ Հարցը շատ է։ Լևոն Քոչարյանը որ պահից սկսած ձեր տեսադաշտից օր Չեթե մոտիկանը ձերի մի րոպեից որովհետև ես ընթացքում բարի իրավիճակից ես չեմ կարող։ Այսինքն ստացվում է, որ այն պահին, երբ որ Լևոն Քոչարյանը շղթակազմած այլ անձանց հետ մոտեցավ ոստիկանության աշխատակիցներին եւ նրանք զուգահեռաբար մոտեցան նրանց, ճիշտ է։ Դրանից հետո դուք ասում եք 1 րոպե հետո միայն Լևոն Քոչարյանը տեսադաշտից գորշ, ճիշտ է։ Որտեղից գործողությունը Այ երբ որ մոտեցան իրար Լևոնեն Քոչարյան եւ ոստիկանության աշխատակիցները, այդ 1 րոպեի ընթացքում ինչ եղավ։ Այդ մոտենալու պահից սկսած ինչ տեղի ունեցավ։ Շղթա կարգելուց պետք է անեն, որ բերման կատարվի։ Այսինքն այդ պահին ճիշտ եմ հասկանում, որ ոստիկանության աշխատակիցները մոտեցան Լևոն Քոչարյան, միանգամից սկսեցին բերման ենթարկել։ Կներեք առարկումը բավական բավական նաև իմ հարցերին իմ պատասխան բգան հայտնեց, որ Լևոն Քոչարյանը եւ շղթայված անձինք են մոտեցել ոստիկաններին, ոչ թե ոստիկաններն են մոտիկացել, որ բերման ենթարկեն։ Հետևաբար հարցի փաստական կողմը սխալ ձևակերպված։ Թույլ կտակ Ախորժան դատարան անկեղծ ասած վկան ոնց է պատասխան տա այս հարցին, տեսանյութի մեջ են նույնիսկ երևում, որ ոստիկանության աշխատակիցները մոտենում են Լևոն Քոչարյանը զուգահեռաբար իրենք են մոտենում։ Այսինքն այնպես չի, որ ոստիկանության աշխատակիցները կանգնած են եղել, Լևոն Քոչարյանը եւ մյուս անձինք մոտեցել են ոստիկանության աշխատակիցներին։ Հա, շատ կարծում եմ, դες պատասխանը չկա, մեր համար հետագա չի, որտեղ տեսանյութով եթե այդպես է ձեր առարկությունը անիմաստ է, այդ այն բանը։ Հենց այդ անիմաստ չի, այդպես է դրա համար է իմ առարկությունը, որ իրանք են մոտիկացել, ոչ թե ոստիկաններն են մոտիկացել։ Հա, ոստիկանները այո, ոստիկանները Դա վերաձևակերպել։ Հարցը ձևակերպեք եւ հնարավորություն տանք ոկային վերջնական պատասխան։ Լևոն Քոչարյանը եւ մյուս անձինք երկու շղթայով։ Այսինքն հաջորդականությունը էլի փորձեք մի հատ Սալելով դուք եք հետո մենք մոտիկացանք։ Այսինքն դուք եք քայլելով մոտենում իրանց, այնպես չի որ Իրանք քայլելով առաջ են գալու, մենք մեր կանգնածներից առաջացել եք։ Այսինքն այնպես չի եղել, որ դուք օրինակ ոստիկանության աշխատակիցները բոլորը կանգնած եք եղել, Լևոն Քոչարյանը կանգնած են եղել, իրանք սկսեցին քայլել, հետո մենք մոտ։ Դուք եք այս առաջ գնաց։ Անթարաշ գնացել եք թե չէ։ Պետք է Նրանց քայլել։ քայլել։ Եթե բաց են, Բայց մինչև այդ կանգնած ինչ եք անում։ Բայց որտեղի մոտիկացել են կանգնել են, պահանջը ներկայացվելը չի կատարվում մենք այդ գործողությունը։ Տեսեք, տեսանյութի մեջ երևում է, արգելի վկայք։ Եվ համենայնիվս ձեզ տեսանյութի մեջ չեմ հիշում, ասում չեմ կարող ասել, բայց բազմաթիվ ոստիկանության աշխատակիցներ, երբ որ ժամում են այդ Ամիրյան փողոց, մեքենաներից իջնում են։ Ոչ մեկ չի կանգնում, բոլորը քայլում են դեպի Սարյան փողոց։ Այդ որ պահին են կանգնել, կամ կանգնելու իմաստը առասարակ որն է։ Եթե փողոցը Եթե փողոցը փակ է, Չէ, եթե մոտիկ անում են, պահանջը ներկայացվում, ապա բացում են մարդիկ։ ասում եմ տեսանյութի մեջ երևում է ոստիկանությունը մեծ խմբով
Քայլում են դեպի Սարյան փողոց, ձեր ասացի պես ոչ մի ոստիկան, կարող ասել այնպես, հենց այնպես կաննած չի։ Դրա բացի ծառայության բնույթն է, եթե մենք մոտիկանում ենք, արդեն գործողություն ենք կատարում։ Իսկ պահանջ ներկայացնելը հենց ծառայության բաժիններ կա, իրանք էլ են ներկայացնում։ Եթե չի բացում, մեր տարիքներում մենք էլ ենք։ լավ, ամեն այդ դեպս ժամանակահատված նենց է, միշտ մենք ենք սա մոտիկացել։ Բայց այդ տանները մի պահ հատել է, որ մեքենան իջել են, պահանջը ներկայացվել են, իրանք առաջ են գալու, մենք ես եմ զարմացել, ճիշտ եք ասում։ Հենց այդը որ միշտ դուք եք մոտենում, դրա համար եմ ուզում հասկանալ։ Հիմա ստացվում է այնպես, որ Լևոնը Քոչարյան, երբ որ մյուս անձանց մոտենում էր, դուք հետո սկսեցիք ընդհանրաշ նրանց գնալ, ճիշտ է։ Շատ է։ Այս ուզում եմ հասկանալ, երբ որ արդեն մոտեցաք, դուք ասում եք դրանից հետո մոտ 1 րոպե դա տեսադաշտում եղել է Լևոնը Քոչարյանը։ Ինչ է կատարում, այդ 1 րոպեվա ընթացքում ինչ է կատարում։ Շատ բան պետք է կազմանից արվել այդ գործը պետք է հարցը չի։ Ես մոտավորապես եմ ասում, բայց ընթացքում արդեն բերման են կատարում, ես այդ ուշադրություն չեմ դարձնում։ 1 րոպեն բավականին 10 վայրկյան չի, 5 վայրկյան կարող է 20 վայրկյան դնել, հիմա պայմանական 1 րոպե։ Կարող է առասը չի դնել, դուք եք տալիս պատասխան, ասում եք 1 րոպե, հիմա 1 րոպե դա 1 րոպե չէ։ Սովորի 1 րոպե, բայց արդեն 1 րոպեն չի։ 1 րոպեվա ընթացքում, 1 րոպեվա ընթացքում, դրանց հետո ես գործողություն եմ կատարել, չեմ։ Չէ, ես երևի ես էլ ինքս պատասխանում։ Վերջնական պատասխանը կտա, չի բավարարի հարցը ձեզ։ Հա, չէ, ես ունեմ ասել, հիմա դա 1 րոպե ձեր տեսադաշտում եղել, թե ավելի քիչ, թե ավելի շատ։ Մինչև 1 րոպե։ Մինչև 1 րոպե։ Մինչև 1 րոպե հարաբերական է, կարող է 30 վայրկյան, չէ՞։ Ահա։ Պատկերացնեք եղել է 30 վայրկյան։ Այդ 30 վայրկյանվա ընթացքում ինչ եք տեսել, բացի որ կազմալուծվեց։ Ասում են կազմալուծվեց։ Այդ կազմալուծվելուց հետո ինչ եք տեսել, ես այդ եմ ուզում հասկանալ։ Թե կազմալուծվելն եք մենակ տեսել։ Չէ։ Դուք կազմալուծվելն եք մենակ տեսել շղթայի, թե կազմալուծվելուց հետո հաջորդի իրադարձություններն եք տեսել։ Հաջորդի ես եմ գործողություն կատարել։ Այսինքն Լևոնը Քոչարյանը երբ որ Չի կարելի։ դե ասկան լսեցի ես։ Չէ, դա բանն է, բայց մենք չենք տեսնում։ Այդ ամենը կարևորն է։ Կատարության մասնակիցների դեռ անհրաժեշտ է։ Համաձայն եմ։ Ստացվում է դուք ընդհանրապես տեսել եք կազմալուծվելը, երբ որ Լևոնին Քոչարյանը երկու անձանց իրարից առանձնացան։ Բերման ընթացքում է, բերմանը կատարվել փողոցը կատարվել է, փողոցը սկսել։ Այսինքն Լևոն Քոչարյանի բերման ենթարկելու պրոցեսը այլևս չեք տեսել։ Շատ լավ։ Պարոն Քոչարյանը այդ հարցը ծրագրեց, բայց փորձենք մանրամասնենք, էլի։ Նա պարոն Մեղրոյով այդ հարցը տվեց։ Լևոն Քոչարյանի կողմից որևէ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրել է, թեև չեք տեսել, ինչպես դուք եք նշում։ Բայց լսել եք նման բան, թե ոչ։ Լսել եմ, որ մեր հրանքի հետ կապված է, որ ես գործն այդ շրջանակների շատ Այդ կապված ինչ է, ամբողջական ձեզ բազմաթիվ հարցեր են ամբողջական մի հատ ներկայացրեք, ինչ որ դուք տեսել եք, լսել եք, ինչին ականատես եք եղել։ Ականատեսը ասացի, բերման հետ կապված չեմ տեսել ոնց Դա ոստացենք ես։ կողքից տես խոսքեր է սենց է։ Իցի նայդի էական ասի, չեմ լսել կամ։ Տեսեք, ըստ օրենքի, եթե դուք մի բան լսել եք, պետք է նշեք ձեր տեղեկատվության նախնորը, այդ ումից եք լսել։ Ծառայության տեղը շատ մարդ կար, այդ խոսակցությունները կան, որ ասում ասա հանրապետությունն է տեղակին։ Հարգելի դուք այնց անեկացած շատ բան չի եկել, հարցը շատ հստակ է։ Եթե լսել եք, ումից եք լսել, եթե կարող եք ասել ումից եք լսել, եթե չեք կարող ասել չեք կարող ասել չեմ։ Լավ, իսկ ինչ եք լսել, կարող բացեք չակերտ։ Չեք հիշում, շատ լավ։ Իսկ գիտեք ով է բարձրախոսով պահանջ հնչեցրել։ Դերը չէ։ Իսկ մի անգամ հնչել թե մի քանի ամասն։ Իսկ մի անգամ։ Դուք մի անգամ եք հիշում, ինչով է պայմանավորված, շատ բարձր է։ Դե դաս որ մյուս մեքենայի մոտիկացած մեքենան արդեն կանգնած է կարծրացում հայտարարել, գիտեմ երկու անգամ իջել հայտարարել երկու անգամ։ Հասկանալի է։ Իսկ դուք տեղեկատվություն ունեք Լևոն Քոչարյանին բերման ենթարկելու ժամանակ հանդիմադրել ա թե ոչ։ Ինչ տեղեկատվություն ունեք։ Գործի շրջանակներում ինչ գիտեմ այդ ժամանակից չեմ։ Չէ, գործը գտնվել մի կողմից
ներքից մի բան ձեր ծառայիչներից օրինակ լսել եք, թե ոչ, օրինակ Լևոնը Քոչարյան դիմադրում էր, չգիտեմ, անհնազանդ չէ թողում իրան բերում այն անկյան։ Չգիտեք, չեք լսել, թե գիտեք, լսել եք, չեք կարող ասել, չեմ ասում անկյոտ։ Չէ, չգիտեմ ասած։ Չգիտեք։ Ձեր ծառայիչների հետ դրան կապված երկու խոսակցություն չեք ունեցել։ Չէ, ես կոնկրետ խոսացի։ Բայց քիչ առաջ խոսակցություն ունեցել եք, ինչ-որ բան լսել եք։ Ես ասում եմ, հա, ընդհանուր այդ խոսակցությունը կա, բայց կոնկրետ ես չեմ հարցնում, չեմ հետաքրքրում։ Եվս մի հստակեցում եւ սրանով ավարտեմ։ Ամեն այնտեղս դուք չեք տեսել, որ որևէ մեկին ինչ-որ ոստիկանության աշխատակից երբ որ ցանկանում է բերման ենթարկել, Լևոն Քոչարյանը միջամտած լինել եւ խանգարել այդ բերման ենթարկելու process-ը։ Այդ բանությամբ չեմ։ Շնորհակալություն, հարցեր չունեմ։